Армения же не признала независимость и суверенитет Нагорного Карабаха. Это означало, что с точки зрения международного права и Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից ընդամենը շաբաթներ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարցազրույցներից մեկում հայտարարում է. միջազգային իրավունքով թե Լեռնային Ղարաբաղը եւ թե հարակից 7 շրջանները Ադրբեջանի մաս են կազմում եւ հավելում, որ ՀԱՊԿ-ն այնտեղ անելիք չուներ. Договор ОДКБ о коллективной безопасности предусматривает взаимную помощь в случае агрессии в отношении территории страны-участницы этого договора. Այս հայտարարությունից 6 տարի անց 26 թվականի ապրիլի 1-ին Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարում է, թե հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, քանի որ 2022 թվականին Պրահայում Հայաստանն այն ճանաչել էր Ադրբեջանի մաս. После того, как вы в Праге в 2022 году признали, что Карабах является частью Азербайджана, вмешиваться со стороны ОДКБ в этот процесс, который приобрел внутри азербайджанское измерение, просто совсем было некорректно. 6 տարի առաջ Պուտինը ճիշտ էր, իսկ այսօր սխալ. ՀԱՊԿ-ը ոչ Պրահայի հայտարարությունից առաջ եւ ոչ էլ Պրահայի հայտարարությունից հետո երբևէ որևէ պարտավորություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղում. Ռուսաստանի նախագահը փաստական սխալ է թույլ տալիս հակամարտության գոտում պարտավորություններ վերագրելով կառույցի, որը նման մանդատ երբևէ չի ունեցել. Սակայն հակամարտության հետ դե յուրե եւ դե ֆակտո կապ չունեցող կառույցին վերագրելով պարտավորություններ Պուտինը շրջանցում եւ լղոզում է հակամարտության գոտում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության փաստ. Հենց ռուսական եւ ոչ թե ՀԱՊԿ-ի զորախումբն էր նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը, որն ավարտվեց ժամկետից շուտ 2023 թվականի աշնանը Արցախի հայերի էթնիկ զտմամբ. Հաջորդ մանիպուլատիվ պնդումը. Ռուսաստանի նախագահը Պրահայի հայտարարությունից 2 տարի առաջ էր հայտարարում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, հետևաբար գոնե անձամբ Պուտինի համար այդ հարցը առնվազն այդ պահից սկսած դիտարկվում էր ներադրբեջանական. Բացի այդ, ռուսական զորախումբը պարտավորվել էր ապահովել հայ բնակչության անվտանգությունը անկախ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակից. Ինչ հանգամանքներում Հայաստանը 2022 թվականին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Այսպես, 44-օրյա պատերազմից հետո, չնայած թե Արցախում եւ թե Հայաստանի տարածքի վրա Բաքվի տարբեր սադրանքներին եւ հարձակումներին, Երևանը 2 տարի շարունակ չէր հայտարարում Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին. 2022 թվականի սեպտեմբերին, սակայն, Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց Հայաստանի վրա, օկուպացնելով ռազմավարական բարձունքներ. Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին օգնության համար, սակայն կառույցից ու անդամ երկրներից ոչ միայն ռազմական օգնություն, այլ նաև ագրեսիան դատապարտող հստակ հայտարարություն չկարողացավ ստանալ. Ավելին, Մոսկվայում հայտարարեցին, թե չեն կարող ասել, արդյոք Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ. Այսպիսով, Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից պայմանավորված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքը չպաշտպանելու հանգամանքով, ինչը կառույցի ուղիղ պայմանագրային պարտավորությունն էր.